Պարոն վարչապետ, օրերս Եվրամիության ընդլայնման հարցով հատուկ ներկայացուցիչը հանձնակատար Կոսը հայտարարեց, որ պատրաստ է Եվրամիությունը Հայաստանին օժանդակել Հայաստան էլեկտրացանցերը տարածաշրջանային, մասնավորապես Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրացանցերին հաղորդման գծերին միանալու հարցով կարելի է ենթադրել, որ դա նշանակում է, որ էլեկտրացանցերի կառավարման գործում մասնակցություն կարող են ունենալ նաև տարածաշրջանային երկրներ, մասնավորապես Վրաստան կամ Թուրքիա։ Գիտեք, իրական Տիկին Կոսի հայտարարությունը կարծում եմ կապված է շատ կոնկրետ նախագծի հետ։ Դուք գիտեք, որ Եվրամիության հետ համատեղ ծրագիր կա կամ համակարգերի հատվածներ անջատելու հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել եւ արտահանել եւ դա բացարձակապես որևէ կապ չունի ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների հետ։ ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ իմ դիրքորոշումը կառավարության դիրքորոշումը, մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, կա երկու տարբերակ։ Տարբերակ 1 դա դառնում է պետական ամբողջությամբ սեփականություն եւ հանձնվում է հավատարմագրված կառավարման եւ երկրորդ տարբերակը, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում նաեւ վճարումներ պետք է արվեն, հիմա շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԵՑ-ի համար։ Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100% պետական սեփականություն եւ դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ան առաջինն է, այսինքն որ սեփականատերը լինի Հայաստանի Հանրապետությունը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։